սենց չընկնենք էսյան, էնյան։ Մի բանի սովորում ես, հետո էլի փոխում են։ Մի կարևոր խոսք կա, չի ասում են վայ որ պետության կամ հիվանդանոցի ձեռն ընկնես։ Այդ երկուսից պետք է միշտ փախնես, հեռու մնաս։ So, well, կուզեի մի երկու հատ հայտարարություն անեի, հետո այսօր մի հատ ուրիշ թեմա եմ ձեր համար ընտրել, ինձ թվում է այս մի ձևը ավելի հետաքրքիր կլինի, ոնց պետք է ընդունենք Հիսուսին, ինչա մեջ է մտնում, ոնց պետք է maintain անենք եւ այլն դրանք, որի մասին պետք է 3 շաբաթ խոսանք։ Բայց հայտարարություններից մեկը, որ կուզեմ անեմ, սա է, 3 շաբաթից հնարավոր է, որ մենք արդեն քանի որ healing բժշկության բան ունենք, աշակերտներ ունենք, իմիջիայլոց այս 4 շաբթի շատ ընտիր անցավ, չգիտեմ ինչի չէիք եկե, հայտարարեցի որ գաք, չեկաք, եւ շատ առողջներ էին եկել, ես հիվանդ էի ուզում որ գային, ասի գնացեք հիվանդացեք հետ եկեք, so ուզում ենք ուրբաթ շաբաթ անենք բժշկություն եւ անգլերեն ասում են deliverance, իսկ Իրաքի օրը լինի ուղակի պաշտամունք, սա մի բան ենք մտածել, որ փորձում ենք օգնենք մարդկանց բժշկվեն ու ավելի զարգացնենք այս բժշկող աշակերտների բանը, ոնց են ասում, այդ իրանց այդ gift-ը, եթե աշխատի շատ լավ կլինի, եկեղեցին կլցվի, մարդիկ կգան, բժշկություններ կլինի, այսօր նորից պետքա can you text Armen to be here? Ստեփան ջան 12:30 տեղն է, ասա ստեղելի ճուշանաս։ So, այսօր նորից բան կանեմ, կօգնեմ, որպեսզի նորից ովքեր որ հիվանդ են, ցավեր ունեն, կհրավիրենք, որ գաք առաջ, եւ նրանք էլ որ ինձ նայում են, լավ կլինի, որ գաք, ձեր համար կաղոթենք, եւ իհարկե բժշկողը Հիսուս է, ուզում ենք դա ռեգուլյար բան լինի մեր եկեղեցու մեջ։ So, 2 շաբաթից արդեն կիմանամ ովքեր են անելու այդ գործը եւ ովքեր չեն անել։ Մարդիկան չեն ուզում անեն, վախենում են այս կոմենկում։ Բայց պետքա որ եկեղեցին structure ունենա, ասենք բժշկության այս կոմենկում։ Ամեն։ So դա է ծրագիրը, որ ուզում ենք անենք եւ կուզեմ որպեսի աղոտ կանենք, որ այդ մարդկանց հետ վատ բան չլինի, որտեվ դրանք որ կոտրվան, այլ մարդ չունենք, որ աղոտ կանեն։ Այդքանը Հիմա անցնենք թեմային Աստծո ժողովուրդ։ Ուրեմն այսօրվա իմ թեմաս կոնկրետ կուզեի որպեսզի ամեն մեկը ձեզ ստուգեք, տեսնեք դուք ճշմարիտ Հիսուսին ընդունել եք թե չէ։ Պետքա ցույց տամ ոնց պետքա Հիսուսին ընդունենք Սուրբ գրային, դրանից հետո պտուղները կոչվում է արդարության, պետքա նկատենք, տեսնենք այդ պտուղները, որ Փիլիպեցիների մեջ գրում է, ուրեմն 1:11-ի մեջ ասում է արդարության պտուղներ բերեք, դա ինչ բնություն ունի եւ կոնկրետ մարդը ինչպես պետքա ապրի որպես քրիստոնյա։ Սրանք կլինեն սկսած այսօրվանից մինչև երևի ամսվա վերջ։ Անցյալ Կիրակի օրը ես 3 կարևոր բան ձեզ ասեցի, 3 կարևոր հիմքեր։ Առաջինը պետքա մարդ միշտ աղոտ կանի, երկրորդը եկեղեցի պետքա գա, եւ երրորդը պետքա Աստծո կամքը կատարի, որից մեկն է այս 10-որդու եւ ընծան, որ պետքա մարդը ռեգուլյարլի տա։ Դա լուրջ անեցք է եւ կուզեմ որպեսի դրանց հեռու մնաք։ Բայց հիմա այս մեկը որ ես ընտրել եմ, ես ուղղակի երբ որ աղոտ եմ անում Աստծուն միշտ հարցնում եմ, ինչ կուզես որ սովորացնեմ։ Ես ինքս Աստծո ժողովուրդ լիքը թեմաներ ունեմ։ Ինձ պետք չի որ կոնկրետ նստեմ մի բան սովորեմ, այնքան եմ կարդացել, որ կարամ ուղղակի մի տարի դպրոցի պես սովորացնեմ, ռեգուլյար։ Բայց այդ ձև չի աշխատում։ Ինքը Աստծո խոսքի մեջ Գործ առաքելոց 20-28-ի մեջ ասում է զգուշություն արա քո անձիդ եւ նրանց վրա որ դու ասենք դրվել ես հովիվ կամ ինչ որ կա, պետք է զգուշություն ամ, ես պետք է իրան հարցնեմ այսօր ժողովուրդը որտեղ են, ոնց իրանց լիդ անեմ։
Սողոմոնը Աստծուն ասեց, ինձ իմաստություն տուր, որ քո ժողովրդիդ լիդ անեմ։ Որտեվ Աստծո ժողովրդին առաջնորդելը ամենադժվար բանն է։ Իրականից դժվար է։ Իրանք հատուկ իմաստություն ունեն, որ դա կոտրելը մի քիչ հեշտ չի։ So Աստծո ժողովուրդը կոչվում է լույսի ժողովուրդ։ Ճիշտ է թե չէ։ Կոչվում են Աստծո շնորհքը, Պողոսն ասում է դուք իմ փառքն եք, դուք իմ լույսն եք, դուք իմ ամեն ինչն եք։ Դե արի սրանց հետ դիլ արա, կարաս։ Իհարկե ոչ, որ դուք եք իհարկե։ Դժվար է Աստծո ժողովրդի հետ աշխատելը։ So դրա համար պետք է ես Աստծուն հարցնեմ։ So այս երեքն եմ այսօր ընտրեմ եւ կուզեմ համարներով մի քանի բաներ ցույց տամ ձեզ։ Առաջին եկեք սկսենք ստեղից։ Նրանք, ովքեր որ մերժում են Քրիստոսին ընդունելը, Աստծո խոսքի մեջ գրած է կմեռնեն։ Եկեք կարդանք Ecclesiastes ժողովող Ecclesiastes 7:17 կներեք միշել հոգնած եմ չեմ քնե, I'll be honest with you, փորձեցի սառը ջրի մեջ մտնել էլի չհոգնեց, I'm tired. So Ecclesiastes 7:17 Աստծո խոսքի մեջ գրած է չար շատ մի եղի, որովհետև ասում է կմեռնես։ Եկեք նայենք իրար հետ։ Խիստ ամբարիշտ մի եղիր եւ անխելք մի եղիր։ Ինչի համար տարաժամ մեռնես։ Alright, so it says, be not over much wicked, neither be thou foolish. Why should you die? So նրանք ովքեր Հիսուսին չեն ընդունում։ Հիմա դու կասես, այս ինձ ստեղ պետք չի։ Դու կարաս ստեղ նստես, էլի Հիսուսին չընդունես։ That's the problem. Դու կարաս ստեղ նստես ու էլի Աստծուն չընդունես։ Աստծու որդուն չընդունես։ So ունես չի որ այս համարը տվեցի ձեզ, որ մի հատ էլ կարդա աննջան։ Ու շատ իր կարդա ու բարձ որ ժողովուրդ տեսնեն։ Շատ չար պետքա չնես, այս չարությունը կոնկրետ դեպի Աստծո նկատմամբ է, ոչ թե մարդկանց նկատմամբ։ Գնացինք։ Խիստ ամբարիշտ մի եղիր։ Be not over much wicked. Խիստ ասում ամբարիշտ մի եղիր։ Դու պատկերացնում ես խստացնում են իրանց սրտերը, չեն ուզում Աստծուն։ Հավատում են, էսյան են, բայց չեն ուզում։ And then Եվ անխելք մի եղիր։ Որտեվ ասում է հիմարներն են, որ կանարգեն, չէ՞։ Հիշում եք, հիմարներն են, որ կանարգեն։ Եթե դուք ճիշտ կոդավորեք, կոնկրետ խոսում է Աստծու շնորհքը, որ արվել է, ասում է հիմար մի եղի։ Եվ Ինչի համար տարաժամ մեռնես։ Յա, ինչի ասում է ժամանակից շուտ մեռնես։ Բացի սրանից, եթե մարդը ուզենա Հիսուսին օգտագործի իր կարիքների համար, ասում է էլի ժամանակից շուտ կմեռնես։ Սա գրած է Կորինթացիների մեջ, ասում է դու կլինես թույլ, կլինես անզոր եւ ժամանակից շուտ էլ կմեռնես։ Հիսուսը մի հատ հետարքիր բան ասեց իմ թագավորությունը վերածվել է, ասում է violence հայերեն ավելի կոնկրետ how do you say violence come on people anybody violence չարության չեմ կարող ասեմ ավելի շատ ոնց որ այն գիրովական որ մի ժամանակ հաց չունեինք բացատրեմ ոնց էր սա խելոք կայնած են հաշ չկար հերթ էին կային էսենց հենց հացը գալիս էր հարցակվում են այդ հաց ծախողի վրա ասենց գազանի պես այդ call violence հենց կարիք ունեն այտենց մտնում են ու ջարդելով որ իրանց հլա մի րոպե ախպեր հլա մի րոպե էլ չեն նայում այնտեղ երեխա կա երեխա չկա էլ չեն նայում այնտեղ մեծ կա ես ձեզ պատմել եմ չէ հացի կռիվը ամեն օր էր գիրովական չկար այ ախպեր այնց էր որ եթե զգուշ չլեր ձեռդ մնում էր մեջը այնքան խիտ էր հերթը so այս տղու ձեռը մնացել էր հերթի մեջ ինձ թե ախպեր քաշի ձեռս հանի ա ձեռը հանեցի տվեց ուղիղ գլխիս ես իմ բարեկամիս հացի մեջից հանել եմ ուշքը գնացել հա
Էս էլ Երևան, հաց չկար, գնացինք, այնց որոշեցինք, որ ես այս կողմից եմ, դե այդ հացի պատուհանների վրա բաներ են դրել, չէ՞, այնց երկաթի ռեշոտկեք են դրել, որ մարդիկ պատուհանը ջարդեն չկայանան մեջը մտնեն։ Ես ասի այս կողմից կգնամ կպահեմ, մեկն էլ այս կողմից դուս ես մտի մեջը 10 հատ հացար դուս գանք։ Այս խեղճը մինչև կողինք մեջը որ հաց առնես ուշ կգնաց։ Հիմա չգիտեմ 10 հացը փրկեմ թե իրան։ Ինձ թե ախպեր հացը փրկի, որտեվ ասեց եթե չփրկես, հանինք 10 հատ հացը դուս իրան վրով տրորելով ման էին գալի։ Քաշել եմ ոտներից հանել եմ 5 հատ հացը տարել են։ Էս էլ ձեր Երևանցիք, խնդրեմ, ասում եք դուք զարգացած եք կիրովականցիներից։ Բա 5 հատ հացը խի տարակ մարդն դե ուշ կգնացել հա։ Իրական պատմություն եմ պատմում։ Ասում իմ թակավորությունը վերածվել է ասում այդ violence-ի, հասկանում ես, հենց պետքա մեկը կգան, սենց օրինակ ասենք դուք ռեգուլար գալիս եք, չէ՞, գիտեք, որ մեկ դեմքիցս եմա որ հոգնած եմ, չեք խանգարում։ Սրանք ամիսներով չեն գալի, մեկը մի անգամից մտնում են ներս, գալիս են, քաշում են բեմից գցում են ներքև ու ասում են իմ համար աղոտ կար ես պետք է գնամ։ Բայց ով ասեց, որ ուզում եմ քո համար աղոտ կանեմ։ Արագացրա, պետք է մենք գնանք, խոսում եմ, աղոտ կար ես պետք է գնամ։ Գնա, ով է քեզ բռնե։ See violence։ Բայց որ հարցնես, խիչ ես եկեղեցի գալի, եսի մի հատ ապուշ բան կասեն։ Մի հատ բան եմ ուզում ձեզ կարդամ դրա վրա, որ քրիստոնյաներին հարցնում ես, ինչի՞ չես եկեղեցի գալի կամ ինչն է պատճառը, էսյան, այնյան, մի հատ ապուշ բան են ասում, որ էդի այնց լուրջ վեկալես, որ իրանց ասած մյուս բանը անցնի, էլի, միտքս հասկանում եք, ինչ անես բան են ասում, որ ասես վայ, հա, բա ոնց, բա տունը մնա մի արի, բայց իրական էդի չի։ Սա մի հատ հետարքի բան եմ ուզում ձեզ համար բան անեմ, սա մի հատ ուրեմն Dr. Robert, էտա իրանը, ինքը psychology ու բանի professor-ա, մի հատ հետարքիր բան ա գրեմ, ուզում եմ կարդամ ձեր համար, ավելի ճիշտ չկարդամ, այլ ասեմ, իսկ թեմա կսիրեք։ Ծնողին իրա ծնողին նամակ ա գրում իր երեխան, այսինքն սենց հա դուս գալ, ուզում լսեք։ Մի հատ լավ խիստ ընտանիք, որ երեխա ունեն, մի հատ աղջիկ ունեն, սովորացել են, որ ոնց պետք է ամուսնանաս, ոնց պետք է երեխա ունենաս, ինչ պետք է սովորես, լավ դաստիարակություն ա ստացել այս աղջիկը։ Բայց այնց օր եկե, որ այս աղջիկան ուղարկել են university, որ այս աղջիկը գնա սովորի, high-end university ա։ So այս երեխան գնում ա university ու մի շաբաթ, 2 շաբաթ, 3 շաբաթ, մի ամիս ոչ մի բան չի գրում ծնողներին, ոչ էլ զանգում ա։ Բայց ինչ անում, նամակ ա գրում իր ծնողներին, որ ծնողները գոնե կարդան ու հասկանան ինչի էս մի ամիս ա, այս աղջիկը չի պատասխանում, չի գրում, չի զանգում, տեքստ չի անում, ոչ մի ծնողների respond չի անում։ So այս աղջիկը նամակ ա գրում ու նամակի մեջ գրում ա սիրելի ծնողներ, մինչև կարդալը խնդրում եմ նստեք։ Դե պատկերացա ծնողի վիճակը։ Երեխուդ կաթի մեջ մեծացրել ես, նամակ ա գրել մինչև այս նամակը կարդալը խնդրում եմ նստեք։ Խեղճերը նստում են, նա պատկերացրեք։ Ինչ ա պետք է նամակով հասկանան ինչ ա եղել։ Ասում ա դուք ինձ ուղարկեցիք այս university-ին, ես գնացի այս university-ին, բայց որոշեցի, որ տուն վարձեմ։ Ասում ա տունը վարձեցի, այդ տան մեջ ապրում էի եւ ասում ա մի օր պաժար ընկավ, ասում ա այդ տունը։ Ասում ա որ պաժար ընկավ, ուզում է տանից դուրս գայի, գլուխս խփեցի, դռին ընկա, գլուխս concussion ստացա, ինձ տարան emergency, ասում ա օպերացիա են արել, գլուխս բացել են, մի հատ ահավոր վիճակ։ Ասում ա որ եկա տուն, ասում ա տունը արդեն չկա, շոր կոշիկ մոշիկ սաղ վարվել է, ասում ա իմ հարևանս մի հատ խելոք անգրագետ տղա է, ասում ա։ Եկավ ինձ ասեց արի հետս ապրի։ Ասում ա գնացի հետը ապրեցի, ասում ա ինչ մեղքս թաքցնեմ, արդեն ես հղեմ պետք է երեխա ունենանք։ Ու վստահ եմ, որ դու այդ թորնին կընդունեք որպես պապիկ տատիկ։ Կներեք, ասում ա որ սենց ստացվեց, ասում ա ուղղակի ասում ա ինքը չի աշխատում, ասում ա ես եմ գնում գործի, աշխատում եմ, որ այս տղուն պահեմ։ Ասում ա այդ տունն էլ ասում ա այնքան փուճուր է նստելու տեղ չկա։ Ասում ա մեկ-մեկ դուրս ենք քնում, մեկ-մեկ բալկոնում ենք քնում։
Դուք ծնողների վիճակը պատկերացրեք։ Իրանք հարուստ, այս երեխուն սաղ կյանքները մեծացես, դե ինչերի մեջով անց է։ Ասում է կներեք, որ սեն ստացվեց։ Մեկ էլ ծնողներից մեկն ասում է, հա մի հատ էլ նամակ կա, ասում է, հələ էս էլ կարդանք։ Այն մեկ կարդվում ասում է, ճիշտ ինչ մեղքս թաքցնեմ, ասում է, տուն չեմ վարձե, դպրոցից դուրս չեմ եկել, չեմ հղիացե, երեխա չեմ ունենալու, հետս ոչ մի հիվանդանոցի հարցը չի լուծվել։ Ուղղակի թեստս փաշ չեմ արել։ Դե ծնողա, այն որ երեխեն գալիս է մորն ասում է, մամա $10,000 կտաս։ Աղջիկ ջան ասում է, գժվել ես, մեզ որտե՞ց $10,000։ Լավ էլի մամա ասում է, $10,000 դու։ Չունենք, ասում է, չգիտես մենք աղքատ ենք, մենք հազիվ տանվարձ ենք տալի։ Ասում է, լավ կարաս գոնե $100 տաս։ Ասում է, 100 կտամ, բայց ինքը 100 էր ուզում։ Բայց վերևից սկսում ես, մեր քրիստոնյաներն է։ So, պետք է կարդակ Աստծո ժողովուրդ, ես ուղղակի կարճացրեցի, որ նամակը կարդակ, մի հատ ես մի օր կուղարկեմ, երևի անային կտամ կուղարկի, ձեզ շատ հետարքիր ձեր երեխեքին կարակ նստացնեք ու ասեք սենց մեր հետ գեյմեր չխաղաք, էքսկյուզներ չբերեք։ Հիմա ժողովուրդը եկեղեցի գալու մահան են, այտենց օրինակ են բերում, որ պահ, տեսեք ես ինչերի մեջ եմ ասում, կամ եկեղեցու ժողովուրդը։ Այդ սաղ պատմությունը պատմեց, հորնումորը ուղարկեց դժոխք դրա ու սպանեց կենթանի, վերջում ասեց, ոչ մանե չէ, ուղղակի թեզր չեմ անցել։ Երբ որ ճշմարտությունը նայում ես, ուզում եմ ստեղ մի բան տեսնեք, ասում է շատ wicked, շատ մեղավոր մի եղի, ասում է, շատ չար մի եղի։ Սիրտդ մի խստացրա Աստծո հանդեպ կամ էլ Հիսուսն ասում է հենց սրանց մի բան է պետք վայրենի ձևով գալիս են ուզում են իրանց գործը առաջ տան ասում է my kingdom turn into violence տենց ասում Աստծո խոսքի մեջ լավ հիմա եկեք սկսենք առաջի point-ից Աստծո ժողովուրդ Հիսուսին ընդունելու համար պետք չի ինչ որ մի հատ education ունենաս պետք չի, ոչ քո education-ն է պետք, դպրոցն է պետք, ոչ քո background-ն է պետք, եկեք կարդանք առաջի Կորինթացիներ 1:26-ից 29-ը Աստծո խոսքի մեջ ասում է պետք չի, ես ոչ մեկիդ այդ բաները, qualification-ները կարիք չունեմ, պետքություն չկա։ So, եթե դուք ուզում եք Հիսուսին ընդունեք, պարտադիր չի պրոֆեսոր եղնես, ֆիզիկոս եղնես, անխելք եղնես, աղքատ եղնես, կարևորը մեջդ արյուն կա, դու մարդ ես, դու կարաս Հիսուսին ընդունես։ Եկեք նայենք իրար հետ, որովհետև Աստվածաշունչը այդ ձևա պահանջում։ Ամեն։ Ես իմ iPad-ը մոռացել եմ ու չգիտեմ ինչ պետք է լինի։ Okay, so մենք նայում ենք Աստծո ժողովուրդ, առաջի Կորինթացիներ Can you open 1 Corinthians 1:26? Give me a second, let me I had it already. Wow, that's good. Այո, հիմա կարդանք Աննա ջան։ Թեկուզ հենց ձեր կոչմանը նայեք, եղբայրներ։ Ըստ մարդկային տեսանկյունի ձեր մեջ չկան ոչ շատ իմաստուններ, ոչ շատ հզորներ եւ ոչ շատ անձնվականներ։ Մի հատ նորից կարդամ։ Թեկուզ հենց ձեր կոչմանը նայեք, եղբայրներ։ Կոչման նշանակում է, որ Աստված ձեզ կանչել է։ That's pretty much what he's trying to say. Ըստ մարդկային տեսանկյունի ձեր մեջ չկան ոչ շատ իմաստուններ, ոչ շատ հզորներ եւ ոչ շատ ազնվականներ։ Բայց Աստված ընտրեց նրանց, որոնց այս աշխարհում Next verse 27 որոնց այս աշխարհում հիմարներ են կարծում, որպեսզի իմաստուններին ամաչեցնի, իսկ աշխարհի տկարներին Աստված ընտրեց։ So շատերը այս համարը վերցրել են, որ Աստված աշխարհի հիմարներին է ընտրում։ No, այդ ձև չէ Աստծո ժողովուրդ։ Ուղղակի մեր ընտրությունը աշխարհի համար հիմարություն է։ Խնդրում եմ սխալ չհասկանաք Աստվածաշնչին։ Հիմարներն են, որ կանարգեն Քրիստոսի շնորհքը, որտեվ իրանց համար այդ մի քիչ անկապ բան է ստացվում։ Արի հավատա Հիսուսին կգնաս դրախտ։
Բայց աշխարհն ուզում է մի բան անի, փող տա, գործ անի, շենք սարքի, ծնկների վրա քայլի, ես իմ իրանց ծեծե, ես միջ ապուշություն։ So այդ մարդիկ կլինեն իմաստուններ, արդեն աշխարհի մարդկանց մասն է խոսում։ Կոնկրետ աշխարհի ասելով այն մարդիկ, ովքեր որ Քրիստոսի արածը ուրիշ աչքերով են նայում։ Ստե ասում է պետք չի ես իմ ով եղնես։ Կամ եղնեսը կարևոր չի։ Բժիշկ ես, լոյեր ես, չգիտեմ, պրեզիդենտ ես, ով ուզում ես եղի։ Դու ուղղակի ընդունի իր իրականությունը։ Բայց նրանք, ովքեր որ արդեն պրոֆեսոր են, ովքեր որ իմաստուն են, ովքեր որ աղքատ են, որ ուրիշ ձևով են նայում, ասում է մեզ նայում են հիմարի պես։ Բայց մենք հիմար չենք։ Այսօր այնքան մարդիկ կան, որ Հիսուսին ընդունել են ու լուրջ մարդիկ են իրանք։ So Աստվածաշունչն ասում է, որ իրանք են այտենց տեսնում։ Բայց դա այտենց չի։ Ասեք ամեն։ Right, մենք հիմար չենք, մենք ուղղակի աշխարհն է այտենց տեսնում։ Այսօր շատերը կան ձեր բարեկամները, գնացել է եկեղեցի։ Լավ եմ արել, բա դու ինչ ես անում։ Գնացել է եկեղեցի։ Եկեղեցուց վատ բան չի, լավ բան է եկեղեցին։ Ոչ մի անշնորհք բան չկա։ Իրանց համար քո այս Կիրակի օրվա գալը, իրանց համար դա ապուշություն է։ Արի մի Կիրակի տունը մնա, քո համար հանգստած եկել ես, ինչ անես։ Իրանք տենց են նայում։ I hope you guys getting the point. Next. Կարդամ։ 28-ը։ Yeah, մի հատ նորից կարդա, but Աստված ձեզ ընտրեց, no, and go ahead, 27-ը։ Բայց Աստված ընտրեց նրանց, որոնց այս աշխարհում հիմարներ են կարծում, որպեսզի իմաստուններին ամաչեցնի, իսկ աշխարհի տկարներին Աստված ընտրեց, որպեսզի հզորներին ամաչեցնի։ Որովհետև հիշեք, որ օրը Հիսուսին ընդունեցիք, ինչ ուժի տերել ուզում եք եղնեք, դուք Աստծո մոտ տկար եք։ Ստեղ մեկը կա, որ Աստծուց զորավոր է։ Չկա տենց բան։ Կամ ինչ որ մեկը կա, որ Աստծուց ուժեղ է։ Չկա տենց բան։ Շարունակենք 28։ Աստված ընտրեց աշխարհի ոչ ազնվականներին ու անարգվածներին, ինչպես նաև ոչինչ համարվողներին, որպեսզի ոչինչ դարձնի ինչ որ բան համարվողներին։ Գիտեք ինչի համար, եթե դու բժիշկ ես, լոյեր ես, պրեզիդենտ ես, բայց թալանված ես, կյանքը դիպրեսիայի մեջ է, չար ես կամ չարա, ամուսնությունը կործանվել է, երեխեքը եսին որտեղ են, ինքը սրա մասին է խոսում։ Երանի նրան ասում որ կհիշի աղքատին, որ աղքատին, որ թալանվել են, այսօր չգիտեն որտեղ են, մոլորված են։ Ինքը սրա մասին է խոսում։ Finish, almost done. Որպեսզի Աստծո առաջ ոչ մի էակ չպարծանա։ Yeah. 29. 29. Կարդացի։ Oh, then let's go 30 and 31. Եվ դուք նրա կողմից եք Հիսուս Քրիստոսի մեջ, որ Աստծուց մեզ համար դարձավ իմաստություն, արդարություն, սրբություն եւ փրկություն։ Ինչպես որ գրված է, ով պարծանում է, Տիրոջով թող պարծենա։ Yeah, exactly. Ով պարծենում է, so Հիսուսին ընդունելու համար ուղղակի պետք է Աստծո ժողովուրդ։ Պետք չի, ես իմ ով լինես։ Կարևոր չի։ Մարդիկ գալիս են ասում են, եթե Մայքլ Ջեքսոնը ապաշխարեր, գիտես ինչեր կարաներ։ It's a wrong statement. Աստծուն իմաստուններ պետք չեն գան Աստծո թագավորություն։ Աստված որ պետք է լի, ինքը իր մարդկանց կվերցնի, կսովորացնի ու իրանք կգնան կանեն այն ինչ որ Աստված իրանցից ուզում է։ Պետք չի ես իմ ով եղնեմ։ Հա որ խելաց եղնես good for you։ Բայց ճիշտ ասած խելացիները վտանգավոր են։ Երկու վտանգավոր սեռ կա՝ հարուստները եւ խելացիները։ Սրանց հետ աշխատելը շատ դժվար է։ Խելացիները միշտ մտածում են, որ իրանք ճիշտ են, ու չես կարողանում փոխես, հարուստներն էլ իրանց փողի վրա այնքան վստահ են, թքած ունենան սաղի վրա։ Գնա խոսահետները։ Ինչ ասում ես, կամ փողն է պահում իրանց, կամ էլ իրանց խելքը։ Իրանք ամեն ինչ ուղեղով են նայում։ Չեմ կարող իրանց հասկացնեմ, որ աղբես ջան, այս աշխարհը Աստված ստեղծել է խոսքով։
Չկա տես բան։ Ես իմ ինչ պայթություն պայթելա միտեղ, ես իմ ինչ, հետո ձգներ են եկե, հետո չգիտեմ, մի ապուշ բան են սար։ Մի բան պետք է ասեն։ Մի հատ եղբայր կա, որ աշխատում է այդ, չգիտեմ, ինքն ասում է, որ տարիներ է խոսում են, որ երկնքում չգիտեմ ինչեր կա, հիմա էլ որ սարքել են այդ ապարատը, տեսել են, որ իրանց ասած բոլոր ուսմունքը ճիշտն ասած չի համընկնում, ինչ որ հիմա տեսնում են։ Okay, բայց 20-30 տարի է այդ հիմարությունը, որ սովորացել եք, բայց ոնց եք reverse անելու։ Դրա վրա լիքը բաներ է սարքվել, չէ՞։ Հիմա գանք երկրորդ մասը Աստծո։ Ոնց ենք Աստծուն ընդունելու։ Ոնց ենք ընդունում։ Եթե մեռած չես, մենակ մեռած մարդն է, որ չի կարող Աստծուն ընդունել, որովհետև ինքը լսելու, խոսելու ու արտահայտվելու ունակություն չունի։ Եթե հլա ապրում ես, դու սկսում ես սենց, Հռոմեացիների 10-17։ Ես մի քիչ կամաց եմ գնալու, որ ձեր մեջ տեղավորվի։ Սենց ենք սկսում Հիսուսին ընդունելը։ Օրինակ, եթե դու ուզում ես քո տան անդամին բերես Քրիստոսին, աղոթքով չի։ Աղոթքով չի։ Աղոթքով չես կարող բերես։ Այդ ձև օրենք չկա։ Պետք է Աստծո խոսք տաս իրանց, հա։ Սոտ կեք 17-ը նայենք։ Հռոմեացիների Romans 10:17։ Մի րոպե ես դա բացեմ։ Գնացինք 10։ Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը Քրիստոսի խոսքից։ Եկեք 14-ից կարդանք Աննա ջան։ Let's go 14. Romans 10:14. Արդ ինչպես կկանչեն նրան, ում չհավատացին, կամ ինչպես կհավատան նրան, ում մասին չլսեցին, կամ ինչպես կլսեն առանց քարոզիչի։ So եթե դուք տեսաք, առաջի հերթին պետք է ինչ որ մեկը գա ու վկայի։ Նորից կարդանք 14-ը։ Արդ ինչպես կկանչեն նրան։ Ոնց պետք է մի մարդ Հիսուսի անունը կանչի, հարց է տալիս, ոնց։ Կամ հավատան նրան։ Ում չհավատացին։ Yeah. Կամ ինչպես կհավատան նրան, ում մասին չլսեցին։ Exactly, Կամ ինչպես կլսեն առանց քարոզիչի։ Առանց քարոզիչի։ So Հիսուսին ընդունելու համար պահանջվում է ինչ։ Մեկը, մի մարդ։ Մի հատ քրիստոնյա։ Մի հատ մեկը, որ Աստծո խոսք գիտի։ Եթե դու ուզում ես քո տան անդամին փոխես, դու պետք է ուղղակի իմանաս Հիսուսը կոնկրետ ինչ արէ։ Բարդ theology չի, սա է։ Դու իրանց ասում ես, որ Աստված մարդադառ է, մեր մեղքերը վերցրել է իր վրա, այդ ամեն ինչը խաչի վրա խաչել է, հիմա մեզ տվել է հավիտենական կյանք։ Ընդունում ես թե չէ։ Այսօր մարդիկ ասում են, արի Հիսուսին կհարստանաս։ Please don't do that. Արի Հիսուսին կբժշկվես։ Please don't do that too. Դες բան մեկ անի։ Դուք այդ մարդկանց հիմքը սխալ եք դնում։ Եք արի Հիսուսին կամուսնանաս։ No. Արի Հիսուսին լավ երեխեք կունենաս։ No. Ինչի՞ չես ուղղակի ասում, արի Հիսուսին հավիտենական կյանք ունենաս։ Բայց դա manipulation-ը, դու խափում ես այդ մարդուն։ Մարդիկ գալիս են եկեղեցի, ռոբոտի մեջ նստում են, սպասում են, երբ պետք է ամուսնանան։ Այդտենց բանը լեր ես էլ կանեի։ Երբ պետք է հարստանան, երբ պետք է, չգիտեմ, երեխեքը երբ պետք է ուղղվեն։ Յա։ Այնա TV առելի, մի հատ նկար կպցրա, երբ պետք է փոխի երեխուտ նկարը։ Չէ, դες բան չկա։ Ինչի՞ չես ասում, ամարդ, արի Հիսուսին, որ այս կյանքը, որ սես տանջվում ես, նեղությունների մեջով ես ասում, գոնե վերջում հանգստանանք, Աստծո ժողովուրդ, գնանք դրախտ ու ապրենք։ Քանի այս մարմնի մեջ եք, միշտ նեղություն եք կրելու։ Ես չգիտեմ ինչ են ասում, կգաս Հիսուսին ամեն ինչ լավ ալելու։ Ընդհակառակ, որ գաս Հիսուսին ավելի վատ ալելու։ Այն ժամանակ, որ կույր էիր, սատանան քեզ ծեծում էր, քացով տալիս էր։ Հիմա պետք է տենաս, որ ծեծում է, քացով է տալի։ Right? Ու պետք է կռվես դրա հետ։ Դե ասած արա չխփես ինձ։
Սկսես հետը կռվելը, չտանես ինձանից։ Այն ժամանակ, որ Հիսուս չկա, գալիս էր ձեր տուներ մտնում, ձեր ապրանքը վեկալում գնում էր, մարդուտ էր տանում, կնոջը էր տանում, երեխուտ էր տանում, ու փողը էր տանում, կյանքը էր տանում, առողջությունը էր տանում։ Հիմա տենում ես որ գացում, հոպ։ Սատանան կայնում է, ասում ես, ըհը, կայնեց, էլի ինչ կարելի ասել։ Հիսուսի անով։ Ու սկսում ես կռվելը։ Հենց Հիսուսի անունից տալի զենք անում սատանան, մինչև չէր անում։ Ու այդ գալիս էր tax collector-ների պես ինչ կա սակերանում տանում էր։ Այն մի հատ մուլտիկ կա, որ տեսել եք, որ տղեն այնքան ակեր է taxi փողը չաղացել է, գայսա փորը ծակում, փայպը դնում է փորի մեջ սալերը քաշում տանում է։ Ասում է այդ մեր փողով է սա տես չաղացե։ He takes everything։ Մի հատ այդ tax անողներ մի հատ բան կա, այս Արնոլդ Շվարցենեգերը լիմոններ ավեկալում ու մարդկանց ասում ով որ ճզմի սենց ասում հալալա իրանց գալիս են սենց եզեր բիլակներով բան չեն կարող անեն մի հատ մի արտաղա գալիս է ճզմում ասում այս ոնց էր ասում ես տարիներ է tax IRS-ի համար եմ աշխատում ձևը գիտեմ ոնց քաշեմ ճզմեմ So առաջինը ինչ է պահանջում Check what she wants. Have a seat, my sister. All right. Առաջինը ինչ է պահանջում Աստծո ժողովուրդ։ Առաջինը եկեք ստեցենք, պետք չի ես իմ ով եղնես։ Պետք չի ես իմ ով եղնես։ Իրականից պետք չի ես իմ ով եղնես։ Այնքանա պետքա կենթանի եղնես, Հիսուսին ընդունես ու դրանով եզրափակենք։ Հիմա շարունակենք, եկեք տեսնենք Աստվածաշունչը ոնց է պահանջում, որպիսի մարդը հիմա ընդունի։ Առաջինը ինչա պետք, մարդա պետք։ Ամեն։ So երբ որ մեկը գալիս է քո կյանքիդ մեջ, կամ եթե դու ուզում ես գնաս մեկի կյանքի մեջ, ուզում ես այդ մարդուն Քրիստոսի մասին խոսած, դու ուղղակի պետքա Աստվածաշունչ իմանաս։ Հիմա եկեք կարդանք հիմա Աստծո ժողովուրդ 5-ից։ Նույն 15-ից։ Հիմա ավելի մանրակրկիտ է բացատրում ինչա կատարվում։ All right, let's see. Romans 10:5. Let's see what's going on here. Մովսեսը գրում է այն արդարության մասին, որ օրենքից է բխում։ Այս բաներնին աղոթող մարդը դրանցով կապ։ Okay, one more time. For Moses describes the righteousness which is of the law. Մովսեսը գրում է այն արդարության մասին, որ օրենքից է բխում։ Այս բաներն իրագործող մարդը դրանցով կապրի։ Ով որ այս բաները իրագործի, ասում է կապրի։ Հիմա ինքը կամանց սկսում է բացատրել ինչի մասն է խոսքը գնում։ Մովսեսը ինչի մասն է խոսած է եւ անողները կապրեն։ Տեսնենք ինչ ասում։ Բայց հավատից բխող արդարության մասին այսպես է ասում։ Քո սրտում չասես. ով է երկինք բարձրանալու, այսինքն Քրիստոսին իջեցնելու համար, կամ ով է անդունդը իջնելու, այսինքն Քրիստոսին մեռելներից վեր հանելու համար։ Համարը հին ուխտից է վերցրված Աստծո ժողովուրդ։ Երբ որ իրանք Մովսեսը որ եկավ ասեց, այս բաներն արեք, ժողովուրդն ասեցին, բայց որ դու մեզ ասում ես, Աստծո խոսք ունես։ Մովսեսն ասեց, բայց ես ձեզ Աստծո խոսք եմ ասում։ Աստված իջել է ու խոսքը տվել է։ Հիմա նույն բանը իրանք էլի չմոռանաք ես իսրայելցիներն են այս խոսակցությունը գնում։ Այդ ինքը եկել է, այլ ինչ եք ուզում։ Ոչ մեկը չի կարող այնտեղ գնա, բայց Աստված է եկել։ Շարունակի։ Իսկ գրքում ինչ է ասում։ Խոսքը մոտ է քեզ։ Exactly. Քո բերանում եւ քո սրտում է։ Այսինքն հավատի խոսքը, որ մենք քարոզում ենք։ Որովհետեւ եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես եւ քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես։ Քանի որ սրտով հավատում են արդարանալու համար եւ բերանով դավանում են փրկության համար։ Okay, տեսեք Աստծո ժողովուրդ ոնց է բացատրում։ 8-ի մեջ ասում է, որ ձեր բերանին է ու ձեր սրտում։ Մենակ դու պետքա ընդունես, սրտիդ մեջ ուղարկես, հավատաս, նորից արտահայտվես։ Եվ այդ տարբերակը ես անցյալ անգամ բացատրեցի, կուզեմ Ստեփանը նորից գա, Ստեփան ջան, մի հատ այդ ընկերուհուդ պահը մի հատ նորից բացատրեմ, որ ժողովուրդ տեսնեն։ Էսի շատ կարևոր է։ Բոլոր երիտասարդներ, ովքեր որ այսօր մեծ են, զզվել են իրանց ամուսիններից, իրանց մարդկանցից կապ չունի։
Սկզբից եկեք ոնց եք սկսել։ Ամուսնացածներ, մեծահասակներ եւ երիտասարդներ։ Նույն process-ն է։ Էդի որ մարդիկ մեծանում են հետո 20-30 տարի հոգնում են իրանց զույգից, էդի չի շնորհակում որ իրանց սկիզբը սխալ է եղել։ Հա? Սա ուզում եմ էսի տեսնեք։ Այս անձնավորությունը ինքը հիմա ընկերուհի չունի։ Ոնց ենք մենք ընկերուհի ունենում։ Մի հատ սենց ջոկ կա, մարդը սենց բանի վրա քշում ավ, այդ circle drive-ում սենց կլոր ֆռում է, ասում կնիկս մոտս չի, կնիկս մոտս չի, կնիկս մոտս չի, ասում կնիկս որ մոտս էր ինքն էր ասում ոնց տուն գնայի։ Փոլս կային ասում էս ինչ է սենց ֆռում, ասում կինս կողս չի։ Սո ամեն անգամ տեղինոց կինն ասե աչարա, ձախարա, տուն գնա, դա parking ոնց կայնի, բայց այդ կինը որտեղ է, խո դուսը չի ներսնա։ Սո սենց ենք ընդունում ընկերուհի կամ ընկեր, քանի որ ինքը տղա է, պետք է տղու պահով ասեմ։ Սենց է մարդը ամուսնանում։ Աղջիկը կայնած է ստեղ, աղջիկներ են կանգնած լիքը ստեղ, ինքը դու ունես ընտրության տարբերակ։ Ճիշտը տենց է։ Պետք է կույրի պես չասես, էսիկա 50-ական եկեղեցիներում պահանջում են, որ ամուսնանաս ու դու գնում ես սեզնամ, ասում ես իր հետ կամուսնանամ առանց խոսելու, առանց որ այն մեծ ժամանակ։ Մի անգամ ես մարդիկ եմ խոսացել, ասել են մենք չենք խոսացել իրար հետ։ Տեսել ենք, հավանել ենք, չեն էլ հավանել, հովիվն է հավանել, ամուսնացել են ամուսնու տենց։ Ես իրական բան եմ ասում։ Իսկ ավելի հին ժամանակները գնում են, տենում են երեխեն տունը, ասում են, այս երեխեն մեր հարց կգա, ուխտ էին կապում, երեխեն 12-13 տարեկան վեկալում են տանում են տուն, ու տենց այդ աղջիկը տենց չէր իմանում, այնա մերը, թե էսա մերը, տենց չէ։ Այդ բաներ եղել է, ով որ չի ինձ հավատում, իսկական։ Հիմա դուք ունեք option ամուսնանալու, իսկ թվում է այս ձևը ավելի լավն է, քան թե այն մնացած, որովհետև պետք է ամուսնանանք հասկանալով, ոչ թե տգիտությամբ։ Համաձայն չես հետս։ Okay։ So հիմա այստեղ աղջիկներ են կայնած, չէ՞, քույրիկներ են, հիմա որի ուզում ես անունը դուր, կարևոր չի։ Ինչ որ մեկին պետք է հավանես։ Բոլորն է սիրուն են, բոլորն է լավն են, բոլորն է խելա, բայց մեկն ավ քոնալելու։ So մեկին նայում ես, այս անձնավորությունը չի կարա դուրսը մնա, պետք է մտնի ներսդ։ Երբ որ մտավ ներսդ, նոր դառնում ես մեկ, նոր ինքը դառնում է քո խնդրումը, ու դու դառնես իր խնդրումը։ Ինքը ներսից քեզ սկսում է կոնտրոլ անել։ Հիշում ես քեզ ասած, եթե ջեբդ պինդա, քծիբ ես, այդ աղջիկը բացել կտա, գոնե իր համար կծախսես։ Գոնե իր համար կծախսես։ Եթե այդ աղջիկն ասի, յախ, ես ինչ ես հագնվել, գոնե իր, բայց մեջը տա, ինքը քեզ կոնտրոլ անում։ Դու որ հորնումորդ հետ ապրում էր, մամատ չէր կարա քեզ ասեր, ինչի ես ուշ գալի, այդ աղա շատ ես քնում, հլա փորձվեր, դու մոտ կդեր, սուս մնա դու ով ես, չէ՞, տես մամա պապաների վրա հարցակվում ենք։ Խեղճերն էլ ասում են լավ, երեխա հետ լավ, խաթրով գնանք, բայց այդ աղջիկ որ մտա խաթր մաթր չկապե, մոռացի։ Մի քիչ ուշացրի զանգելը, դու պրծար։ Անենց հարցեր կտա, որտեվ կանայք լիքը հարցեր ունեն, իսկ տղամարդիկ պատասխան ընդհանրապես չունեն։ Մարդ եկել է կուխնի, ասում է կին, ասում է նորից տեքստ արեցին, ասեցին, որ Ջանին ավտովթար ա ունեցել։ Ում հետ էր քշում, չգիտեմ, ուղղակի նոր տեքստ արեցին, որ ինքը ավտովթար ա ունեցել։ Հերնումերը կողքներին ասում է, չգիտեմ, ասում է, ուղղակի գրած է, որ նոր ավտովթար ա ունեցել։ Բա որ ավտոն ա քշում։ Դու այմար չգիտեմ։ Հա, հարց են տալի։ Արանո։ Սո կզանգի առավոտ 7-ին քեզ կասի, «Էս ինչի՞ չես առավոտ ինձ զանգում»։ Կարող է ուրիշ աղջիկ կա մտքիդ մեջ։ Կարող է մոռացել ես ինձ, բայց դու ինք չի հարցնում օրինակ երեք ոնց ինչ օր ես ունեցել, հոգնած ես եղել, ջարդված ես եղել, մեռնելուց ես փրկվել, կարևոր չի։ Ինչի՞ չես զանգել ինձ առավոտ 7-ին։ Ու որ քեզ բացի առանց իրա, որ քեզ առավոտ վեկասնենք, չէր ելնի։ Մոռացի, թող շենքն է քանդվի, բայց ինքը որ զանգեց 5 րոպե հետո իրա մոտ ես։ Կոֆեն ձեռդ ու ես մեմ։ Դա տենց է սապը չաղանում։ Եկով վրաշացություն չես դարձնում։ Հիմի Հիսուսը նույն տարբերակով պետք է թույլ տաս, որ գա քո մեջ։ Նույն տարբերակով։
Եվ Հիսուսը կանանց նման չի, որ քեզ առավոտ շուտ վեկասնի, ասի, էլի արա, արի մոտս կոֆեն վեկալ արի։ Հետո կռիվ անետդ քեզ բարկացած ջղայնացած տուն ուղարկի։ Հիսուսը քեզ վերակացնում, որ վտանգ կա, բայց նույն տարբերակով պետք է Սո հիմա դու մեր հայրը մի հատ լավ ականջների ծերը սիրահարված ես։ Այսինքն դու ոչ մի բան չես լսում բաց այդ աղջկան։ Եթե գամ քեզ ասեմ Ստեփան ջան, այդ աղջկան որ ընտրել ես, լավ աղջիկ չի։ Հա, դա գիտես ինչ ա նշանակում, բրծար դու կսպանես ինձ։ Ոնց լավ աղջիկ, ինչեր ես խոսում, Փաստոր Արմենը ծուրնա, ուղիղ չի, այս եկեղեցին չգաք, ու սկսես սաղին ասել է, որ ականջների ծեր էդ է նշանակում։ Ոչ մի բան չես լսում, այդ աղջիկը ամեն ինչ դրել է իրամ, ինչ խոսում եք, մենակ այդ աղջկան ես լսում։ Սո Հիսուսին պետք է ընդունել նույն տարբերակով։ Լսում եք Աստծո ժողովուրդ։ Նույն տարբերակով։ Պետք է Հիսուսը բաժին ունենա քո կյանքիդ մեջ։ Հիսուսը չի ուզում քեզ fully control անի։ Ինքը ուզում է բաժին ունենա քո կյանքի մեջ։ Ամեն բան ասում է Աստծո հետ։ Ինքը եթե քեզ fully վեկալի դու ռոբոտ կեղնես։ Ինքը ուզում է քո կյանքիդ մեջ եղնի ու դու իր հետ աշխատես։ Իր հետ բանակցես։ Ինքը քեզ fully չի ուզի, կինն էլ չի ուզի։ Այսօր կանայք կան, չեն ուզում իրանց մարդիկ, ինչքան է սիրեն, ամեն մեկը իր privacy-ն ունի, չէ՞։ Մարդիկ մի պա ուզում է առանձին եղնել, դա նորմալ է։ Հիսուսը մեզ սիրում է, բայց ինքը հասկանում է, որ մարդը տենց է։ Եթե դու մի ժամ աղոտ կանես, ինքը դրանով կբավարարվի։ Բայց երբ որ դու ընդհանրապես աղոտ չանես, չի կարելի։ Սո Հիսուսին ո՞նց են ընդունում։ Ընդամենը պետք է գա քո ներսդ։ Պետք է դու այս 10 քույրիկներից մի հոգին ես ասում, որ Նատաշան է իմ ընտրությունը։ Գայլյան չի, ես իմ ինչը չի եւ ո ինչը չի։ Նատաշան է, այդ առնա շուտ մացա մեջս մնացել է։ Ռիտանը փոխեմ Նատաշանը։ So հիմա ինչ ենք անում։ Պետք է Նատաշան գա մեջդ ու դու սաղին ասես ժողովուրդ ջան, մամա, պապա, ընկերներ ջան, Նատաշային եմ ընտրել։ Բայց Նատաշան ընդ չի, Նատաշան արդեն քո մեջ է։ Նատաշան քո մար դարել է։ Ուհու։ Մո հանես ներքև գցես հնարավոր չի։ Ով է հասկանում ինձ ասի ամեն։ So բայց պետք է մեկը բերի Նատաշային քո մոտ, կամ Նատաշան պետք է ինքը գա։ Մի ձևով պետք է իրար տենակ։ So խոսքը տենց է, պետք է մեկը բերի ներկայացնի։ Այսօր նոր ենք որ Ամերիկայից սաբաբով են սաղ ամուսնա, որտեվ հայերը քիչ են, գիտես դա որն է։ Այսինքն չեն կարող ամուսնա, հայ չկար այդքան շատ։ Այն 1992։ Ասենք մեկը զանգում է, ասում է, մի հատ լավ տղա ունեմ, դու լավ աղջիկ ունես, բեր ծանոթացնենք, որ իր հետ ամուսնանան։ Դա պրծավ, որտեվ հիմա այնքան վեբսայթներ կա իրանց, տեսել ես աղջիկը, որ իրանց սարքում դզում են։ Նույնը չի։ Catfish? Is that what they call? She told me. Նոր բառեր եմ սովորում ավե։ Սենց նայն է։ Ահա խես դեմքը ծռում, նորմալ նայ էլի։ Գնա նստի։ Թազա մոդա, դեմքները ծռում են ու չգիտես ում են նայում։ Չես կարող ուղիղ կայնես։ Այնո շատ մարդիկ իս չեն սիրում դրա համար, բայց ոնց կասա տենց է մնա, մարդիկը տենց են քեզ սիրում, ինչ ես քեզ ծռում մռում։ Վիզդ կբռնվի։ Ոնց կասա տենց էլ կաս, ասեք ամեն։ Ոնց մեզ Աստված ստեղծել է, մենք լավն ենք, ասեք ամեն։ Դուրը չի գալի, դա քո պրոբլեմն է, գնա աշկետ օպերացիա արա։ Սո Աստծո ժողովուրդ, պետք չի ես իմ ով եղնես Հիսուսին ընդունելու համար, այնքանա պետքա կենթանի եղնես։ Երկրորդը, ինչ որ մեկը պետքա անպայման խոսքը ներկայացնել։ Այ մագնանք Հռոմեացիներ 10:17-ը կարդանք։ 10:17. Now let's go to 17. Mike. Testing. Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը Քրիստոսի խոսքից։ Հիմա չմոռանաք հավատքը, այս հավատքը, որ սենց գրել են, ես կուզեի գրեին Հիսուսին, որովհետև մարդկանց confusion-ի մեջ ակցում։ Եվ եթե դուք կարդաք հունարենում, ուրիշ ձևի է գրում։ Ուրեմն Հիսուսին ընդունելը լսելուց է։ Կիկը տենց ասեմ, որովհետև մեր հավատքի առաջնորդ հենց Քրիստոս է։
Հավատքի տեսակներ կան, բայց կոնկրետ էսի քեզ Քրիստոս ինքն է։ Ուրեմն Հիսուսին ընդունելը, so երբ որ գրողը հավատքա գրե, ինքը ամբողջ այդ operation-ն է գրել մեջը, ու տենց է ներկայացնում։ Ուրեմն այդ ամբողջ operation-ը, ինչ որ operation-ը, որ Աստված թույլ է տվել, որ դու մտնես իր թագավորություն, այդ ձևը ընդունելու համար պետք է մեկը խոսքը ներկայացնի։ Just like that, simple. Բայց այդ հավատքը, որ գրել են, շատ մարդիկ չեն հասկանում ինչ է։ Ես ավելի լավ այդ հանեմ Հիսուս գրեմ ուղակի։ Ուրեմն Հիսուսին ընդունելը սենց է, կարդանք Աննա ջան։ 17-ը։ 17-ը։ Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը Can you use Jesus instead of faith? Ուրեմն Հիսուսը լսելուց է։ Ոնց որ Նատաշայի մասին Ստեփանը լսեց։ Հիսուսը ուրեմն Հիսուսը լսելուց է գալի։ Պետք է Հիսուսին լսես։ Go ahead. Ուրեմն Հիսուսը լսելուց է, իսկ լսելը Քրիստոսի խոսքից։ Всё. Իսկ խոսքը դա ինֆորմացիան է Քրիստոսի մասին։ Հիսուսին պետք է լսես ու իր արածները պետք է լսես։ Պետք է նստես ու լսես։ Այս մարդը քեզ ինչ է ասում։ Եվ հիմնականում պետք է ավետարանչություն անողը, այսինքն հավատքը ներկայացնող այդ process-ը ներկայացնողը, պետք է ինքը կոնկրետ sense ասի։ Եղբայր ջան, քույրիկ ջան, ով որ կաս։ Աստված մարդ հադառ է։ Ուզում ա որ դու իր այդ հավիտենական կյանք ունենաս, որ մեռար կգնաս դրախտ։ Եթե չընդունես, կգնաս դժոխք։ Եթե քեզ հարցա դժոխքում ինչ է կատարվում, մերկու լավ բան ասա, սա օրը խորոված է սեղնելու։ Ես ինչ իմանամ վատ տեղ է։ Դե ես կարամ ասեմ, բայց չեմ ուզում դժոխքից խոսամ։ Is the highest I call fifth degree of depression, որ չկա։ Այսօր եթե մարդիկ դիպրեսիա են տանում, մի level բարձր է, որ Աստված չկա, մխիթարող չկա, այդ խոսացող չկա։ Constantly տանջվում ես։ Non-stop մինչև հավիտյան։ Time չկա։ Այսօր գոնե մարդիկ դեր են խմում, մեկը իրանց հագ անում, մեկը իրանց սիրում է, ընդ այս բանես չկա։ Դու լույս արև հույս չկա։ Եվ կարամ մի բան ասեմ, որ ձեր դուրը չկա։ Դուք այդ մարդիկ, որ դժոխք են գնալու, իրանք հավասար են սատանային։ They're evil. They're pure evil. Ոնց որ այսօր սատանան տանջվում է։ Աստծո խոսքի մեջ գրած ասում է նա հանգիստ չի գտնում, դու էլ չես գտնելու։ Աստված այդ վիճակը վերցնել է քո վրայից։ Կյանքում հանգիստ չեն գտնելու։ Այն մարդիկ, ովքեր որ մերժեցին կենթանի Աստծուն։ Դու կարաս տեղ նստես նորից մերժես, don't get me wrong։ Նստողները չեն, որ արդեն ֆորմի մեջ են։ Մյուսը Աստծո ժողովուրդ։ Հիմա եկեք մերկու հավատքի մասին մի բան ցույց տամ։ Եթե դուք Հիսուսին ընդունեք, հավատքը լսելուց, ասո այդ հավատքը ի՞նչ է։ Այդ սխեման ի՞նչ է։ Եթե դուք այդ սխեման, այդ operation-ը ընդունեք, ասում ա դուք հաճելի կլինեք Աստծուն։ You see that? Հաճելի կլինես Աստծուն։ Առանց հավատքի չես կարա հաճելի լինես Աստծուն։ So երբ որ Հիսուսին ընդունես, հաճելի կլինես Աստծուն։ Ճիշտ եմ ասում, թե չէ։ Դե բա իր արած գործին տեղ ես տալիս, հաճելի կլինես Աստծուն։ Մյուսը Աստծո ժողովուրդ, եթե դուք ընդունեք Հիսուսին, ոչ թե մենակ հաճելի կլինեք, այլ կընդունեք Աստծո հոգին էլ։ Եկեք նայենք Գաղատացիների 3:2 Galatians 3:2 let's see what it says. So մենակ այն չի որ ընդունես, լիքը ուրիշ բաներ էլ է հետը գալիս, որ շատ կարևոր է մարդու համար։ Galatians 3:2 Միայն սա եմ ուզում ձեզանից իմանալ։ Օրենքի գործերով հոգին ընդունեցիք, թե քարոզությանը հավատալով։ So հիմա, երբ որ դուք ընդունում եք Հիսուսին, Աստված ձեզ տալիս է Սուրբ Հոգուն։ Իսկ Սուրբ Հոգին ինքը պետքա բացի Քրիստոսին ձեր համար։ Ինքը պետքա բացի։ Եկեք կարդանք Հովհաննես 20, John 20:14։ Ասում է Հիսուսը բացեց իրանց համար, որպեսզի տեսնեն խոսքը։ Եթե Հիսուս չբացի, չեք կարա տեսնեք։ Եթե Սուրբ Հոգի չգա, չեք կարա տեսնեք։ Սա ես ավելի խորը կսովորացնեմ։ I hope go ahead. Երբ այս ասաց, հետ շրջվեց ու տեսավ Հիսուսին կանգնած։
Սակայն չհասկացավ, John 20:14. Yeah. Սակայն չհասկացավ, որ Հիսուսն է։ Հիսուսն ասաց նրան. Կին, ինչու ես լալիս, ում ես փնտրում։ Իսկ նա, կարծելով թե պարտիզբանն է, ասաց. Տեր, եթե դու ես նրան վերցրել, ասա ինձ, որտեղ ես դրել նրան, որպեսի վերցնեմ։ Հիսուսն ասաց նրան. Մարիամ։ Նա շրջվեց ու եբրայերեն ասաց. Ռաբոնի, որ վարդապետ է նշանակում։ Հիսուսն ասաց նրան. Ինձ մի մոտեցիր։ Stop right there. Այս մի հատ հիշեք այս պատմությունը, գնանք Ղուկաս, Luke 24:31. Ուզում ստեղ մի բան ձեզ սովորացնեմ, շատ կարևոր է։ Այս Մարիամի պատմությունը հիշեք Աստծո ժողովուրդ։ Ես սրան հետ կգամ։ Հիմա Ղուկաս 24:31. Luke 24:31. Go ahead. Նրանց աչքերը բացվեց եւ նրանք տեսան իրան։ Եվ Եվ նրանց ասма կորավ աչքերը նրանց բացվեցին։ մեջից։ Եվ նրանց աչքերը բացվեցին ու նրան ճանաչեցին։ Եվ նրա աներևուցած կներեք։ Լավ, կարևոր չի։ Ուզում եմ էսի լսեք Աստծո ժողովուրդ։ Երբ որ խոսքը ընդունում եք, Ստեփան մի հատ էլ արի եղբայր։ I hope this is not boring because you guys have to understand. Now we're going մի քիչ խորն ենք գնալու։ Երբ որ Ստեփանը Հիսուսին ընդունում է, եթե Սուրբ Հոգին չգա քո վրա, դու Մարիամի պես չես իմանա քո հետ ով է խոսում։ Հիսուսը Մարիամի հետ խոսում չէր իմանում։ Այստեղ քրիստոնյաներ կան, որ ավելի շատ տեղ են տալիս սատանային, քան թե Աստծուն։ Որովհետև տես Մարիամը չէր կարող, մինչև Հիսուս չասես Մարիամ, իսկ Հիսուսը մարդկանց դիմելու ձև ունի։ Անենց հետաքրքիր ձևով ասում, որ դու կիմանաս, որ ուրիշ մեկն է։ Հասարակ մի հատ օրինակ բացատրեմ։ Դուք տունը ունեք ձեր տան անդամները, հիմա ով ուզում ես եղի։ Ու մի օր գործից գալիս ես, պարկում ես դիվանին, կիսա քնած ես։ Երբ որ քո տունդ մարդ է մտնում, մամա տա, պապա տա, աղբեր տա, քուրը տա, ով որ կա, իրանց մտնելուց դու կարողանում ես իմանաս ով է մտել, ճիշտ եմ ասում, թե չէ, ամեն մեկ իր մտնելու ձևը ունի։ Ամեն մեկը իր մտնելու ձևը ունի։ Իրանք որ մտնում են տուն, այդ բալանիքի ձևն է, դուռը փակելու ձևն է, հատուկ ձև ունեն ամեն մեկը։ Հիսուսն էլ է տենց, ինքը իր ձևը ունի։ Դու անպայման կիմանաս, որ ինքն է։ Բայց տեսեք, ստեղ Մարիամը չէր կարող, տենում է, բայց չի իմանում ով է։ So, դա շատ կարևոր է, որ երբ որ դուք ընդունեք ճշմարիտ Հիսուսին, ձայնը ճանաչեք։ Երկրորդը Աստծո ժողովուրդ։ Ստեփան ջան, երբ որ ընդունում ես Հիսուսին, առաջի բանը, որ գալիս է քո վրա, դու սկսում ես զգալը իրան։ Նայեք, ձեզ մի բան ասեմ, երբ որ մարդը սիրահարվում է, եթե սիրահարվածներ դուք հիշեք, ձեր սիրտն էր ավելի շատ մեջը։ Չգիտեր ոնց հենդլ անես էդի։ Սիրտը տա մի տեսակ։ Ուզում ես հա այդ մարդուն տենաս։ Քո սիրտդ սիրահարվում է։ Which is not a good thing. Որտեվ որ շատ սիրահարում ես, տանջվում ես։ So, եկեք մի հատ Ղուկաս 24:31-ի մեջ երկու հատ աշակերտներ կար։ Հիսուսը հետները քայլում է, սաղ ժամանակ իրանց հետ խոսում է, որ վերջում եկան հասան միտեղ ասում է, արա ասում է, մենք էլ ասում ենք, մեր սիրտը խի էր սենց անհանգիստ։ So, սա էլ պետք է սովորես։ Երբ որ պետք է ձենը սովորես, առաջի օրը պետք է ձենը սովորես, պետք է Հիսուսի այդ մոտիկանալը սովորես։ Ես շատ աղ Ռիտային ասել եմ տագնապ կա սրտիս մեջ։ Ու ասելուս հետո մի հատ վատ բան ա եղել։ Կամ ասել եմ Հիսուս պետք է ինձ այցելի։ Էդի պետք է սովորես, բայց դες էլի չէին ճանաչում Հիսուսին։ Հետը ժամերով քայլեցին, գնացին հասան այդ գյուղի մեջտեղը, գիշերը խնդրեցին, որ հետները մնա, ասում է ինքը բացվեց իրանց համար, ասեցին, մենք էլ ասում ենք խիա մեր սիրտս են, բայց չեն տենում, որ Հիսուս է։ Բայց եթե դու վարժեցնես, մի անգամից կտենաս, բայց այդքան տանջվես։ Ձենից, ներկայությունից, այդ ամեն ինչից կիմանաս ինքնա թե չէ։
So մյուսը, որ ուզում եմ ձեզ ասեմ, Հիսուսը իր աշակերտների եկավ փչեց իրանց վրա Հովանեսի մեջ գրած է։ Սուրբ Հոգին տվեց իրանց, որպիսի այս երեքը իրանք կարողանան հասկանան։ Համասմա իրանց աչքերը բացեց, որ տենան։ Համել իր ձենը սովորացրեց, որ ճիշտ ձենի լսեն, որտեվ Սատանան ու Հիսուսի ձենը համերը իրար նման է։ Ավելի ճիշտ ասեմ, Սատանային ավելի լավ է հնչում շատերի տականջին, քան թե Աստծունը։ Հիմա պրինցիպի ասենք դուստե մի հատ երկու հատ աղջիկ կա, մեկը Աստծուց է, մեկը Սատանայից է։ Երկուսն էլ սիրուն են, երկուսն էլ լավ qualification-ներ ունեն, բայց այս մեկը Աստծունն է։ Սատանան քեզ փուշ կանի, որ նրա հետ ամուսնանաս։ Դրա համար շատ ամուսնություններ ծուռն է, սխալ մարդկանց հետ են ամուսնանում ու փչանում ամեն ինչ։ You know, բա ոնց պետք է ուղենք, երկուսն էլ պետք է ապաշխարեն։ Երկուսն էլ ապաշխարեցին կդզվի։ Բայց եթե մեկը ապաշխարեց, մեկը չէ, ասելինց քաշվար։ Չի դզվի։ Այդ դու սաղ կյանքդ պետք է տանջվես։ Այդ աղջիկն կամ այդ տղենա հոգիդ ուտելու է ապե։ Միակ ժամանակ ազատվես, երբ որ մեռնի։ So լավ կլի աղոտ կանես, որ մեռնի։ I'm just kidding. Դե գնա տանջվի։ Oh my God. But you make it sensitive. I'm just kidding. I'm not saying pray to die. I'm just kidding. Բայց սաղ կյանքդ տանջվելու ես։ Սաղ կյանքդ տանջվելու ես։ Կամ եկնա շնություն արա, որ ինքը քեզ ազբաժանվի։ I'm saying stupid stuff, but I'm telling the truth. Սաղ կյանքդ տանջվելու ես։ Եթե չափ աշխարհեց, այդ մարդը մնալու է չար ու քեզ միշտ տանջելու է։ Օր ու արև չես տենալու։ Եթե կին եղավ Jezebel spirit-ը, եթե տղա ելավ violence։ Այնա, փող չի տալու քեզ, մանավանդ տղեն աշխատող եղավ։ Ես տան աշխատողն եմ։ Չաշխատեիր, նստի դիվան քշի։ I hate those kind of things. Երեխեքին ասում եմ մենք աշխատում ենք, չար մի աշխատի, մնա homeless։ Կարող է մենակ քո համար երեխու համար ես աշխատում։ Դες բան չկա, եթե ծնողն ասում է ձեր համար եմ արեցի, սուտ է ասում։ Սաղ ծնողներ, որ երեխեքին ասում են մենք այս ամենը ձեր համար ենք ստեղծել, that's a big lie։ Սոզ մասես տունը առել ես իրանց համար։ Այդ ավտոն, որ Mercedes-ը քշում ես իրանց համար ես քշում։ Այդ լավ շորը, որ հագնում ես իրանց համար ես լավ հագնում։ Այդ Rolex-ը, որ կապել ես իրանց համար ես կապել։ Էս ի՞նչ ստեր ես խոսում։ Քեզ ոչ թե ապաշխարել է պետք, այլ քեզ ընդհանրապես ուղեղը տա պետք փոխել։ Այդ դու քո համար ես արեք վայելում ես, ասում ես կամսեցն։ Երեխուն դպրոց են ուղարկում, որ երեխեքը խելացեղներ, էլի իրանց համար է, որ լավը զգան իրանք։ Սաղ ծնողները they're manipulators. They think they're telling the truth. Որի մեջ ես էլ եմ մտնում, by the way, just let me tell you that. Go sit down, brother. Որ ծնողը չուզի իր երեխան խելացեղնի։ Բոլոր ծնողներն էլ ուզում են, բայց էդի իմ համար եմ ուզում։ Հիմա իրանք ոնց կսովորեն, ինչքան կտանջվեն, ոնց որ մեր հարևանն ասում I don't care։ Կարող որ ես որ նստեմ ասեմ իմ երեխաս բժիշկ է։ Բայց գնալ երեխուն հարցրա 12 տարի ճռռում է։ Ոչինչ, Ազի ջան, դու ճռռա, ես լավ զգամ։ Հետո խապում ենք, ասում ենք լավ փող կաշխատես։ Ինչ եմ, բայց 12 տարին ինչ ալելու։ So, let me just continue saying this. This is very important. Please հասկացեք Աստծո ժողովուրդ։ Հիսուսին ընդունելը չի մենակ, որ կարևոր է։ Պետք է իր ձայնը, իր ներկայությունը եւ ինքը պետք է քեզ քո մեջ բացի, որ certain բաներ տեսնես։ Սրանք կարևոր են։ Երբ որ Հիսուսը բացվի քո համար, արդեն դու իրան էլ չես հավատա կույրորեն, իրան կտեսնես ճշմարտությամբ։ Երբ որ գնաս աղոթքի, մենակ ներկայությունով չես բավարարվի։ Կուզես, որպեսզի ձայնն էլ լսես։ Շատերը ներկայությունից բավարարվում են ու գնում են։ Էդի գիտես որն է, փշաքաղվում են, լացում են, բայց ձենը չեն լսում։ Ով այնց հասկանում։ So շատ քրիստոնյաներ մենակ այդ ներկայությունը, այդ ոնց որ գնաս Whole Food, այդ փիցայի ու չիկենի հոտը առնես ու գնաս տուն, բայց տամոքսը տով է լցնելու։ Ով այս հասկանում ասի ամեն։ So մենակ ներկայությունը չի, լացելը չի, պետք է ձենը լսես։ Իսկ իրա ձենը ձենը պետք է լսվի։ So շատերը ասում են, oh, I feel so good. I get out of here. Հետո ինչ ասեց բա։ It's not a therapy class, man. Love this. Հետո
Մի բան ասեց Աստված։ Ոնց, ինձ այցելեց, հա, բայց պետք է խոսարել։ Այդ նույնա գնաց մեկի տուն հաց ուտելու, ոչ մի բան չխոսակ։ Ինչ խոսացիք, ոչ մի բան։ Կերանք ու եկանք։ Ես դա չեմ սիրում եմ խոսալ, ով է սիրում խոսալ։ Խոսալը ամենակարևոր մասն է։ Մի հատ հայկականը տենց շոկ է, ամերիկյան միտինգի ժամանակ կայնացա տեղ ասում մենք պետք է լավ աշխատենք, պետք է էս անենք, պետք է այն անենք, պետք է գա գործի 15 ժամ պետք է աշխատենք, այս կամփանին պետք է աճացնենք։ Հետո նայում հայերի միտինգը, կռիվ են անում։ Ախպեր ասում լա մի րոպե սպասեք, հիմա հավ ենք ուտում թե ոչխար։ Նույն աֆիսն է։ Որն ենք ուտում, հավը թե ոչխարը։ Սի խոսակցությունը, so point-ը սենա 3 բան պետք է, եթե դու այսօր մենակ Աստծո ներկայությունն ես զգում, բայց ձենը չես լսում, դա նշանակում է քո մոտ պրոբլեմ կա։ Քո մոտ պրոբլեմ կա Աստծո ժողովուրդ։ Մենակ ներկայություն, ստեղ մարդկաց կի ներկայությունը չգիտի ինչ է։ Այդ ավելի վատ։ Ես որ չորեքշաբթի օրը գալիս եմ մարդկանց վրա աղոթք եմ անում, ուզում եմ որ ներկայությունը վայելեն։ Շատերը սիրում են, ներկայությունը լավ բան է, բան չեմ ասում։ It's good։ Բայց ձենը հետը պետքա լինի, որպեսզի քեզ ճանապարհ ցույց տա։ Հիմա պատկերացա հիվանդ ես։ Գնացել ես բժշկի, բժիշկն ասել է չես բժշկվելու, եկել ես ինձ, մենք էլ աղոթք ենք արել։ Մնացել ես մեծ տեղը։ Ինչ պետք է անենք բա։ Պետք է ձենը լսես։ Պետք է Աստծուն հարցնես, լսի մի հատ բան հարցնեմ, մեռնում եմ թե ապրում եմ, ինչ ենք անում ստե։ Եթե ասեց մեռնում ես, բրծար։ Կամած վեշը տեղափոխի, տուր սրան նրան։ Բայց եթե Աստված ասի չես մեռնելու, մարմինը սկսի բժշկվել է իրան։ Այն հին փիլիսոփաներն ասում են, եթե դիպրեսիայի մեջ ես, սկսի ծիծաղելը։ Ասում է positive էներգիա գալի մեջդ։ Ես ու ռետամիշտ ծիծաղում ենք անկապ, no I'm just kidding. How great is our God. Կամաս նվագի Արմեջան, I'm almost done. Հիմա Աստծո ժողովուրդ, երբ որ ընդունում ես Հիսուսին, եթե ուզում եք Աստված ձեր հետ միշտ մնա, ես ուզում եմ 6 բան ցույց տամ ու փակենք։ Նրանք ովքեր որ ցավեր ունեն, կամած պատրաստվեք որ գաք առաջ ձեր համար աղոթք ենք անելու։ Հակոբոս 1:21-ի մեջ ասում է, եթե ուզում եք Աստծո խոսքը ձեր մեջ տեղ ունենա, պետքա բաներ կա հանես քո կյանքիդ մեջից, ասում է get rid of all moral stuff։ Այդ moral նշանակում է բարոյական բաներ կա պետքա շտկվի։ Այսինքն չես կարա շնություն անես, չես կարա գողություն անես, Աստված չի սիրում։ Էդի մի մաս, ասում է, էդի առանձնացրա քո կյանքիդ մեջ, եթե ուզում ես Հիսուս քո մեջ մնա։ So հիմա դու ընդունել ես Հիսուսին, լսում ես իր ձայնը, ներկայությունը կա, բայց եթե ուզում ես էդի պահես, իհարկե եթե դա ունես, 90% քրիստոնյաների մենակ ներկայությունն են զգում, Աստծո ձայնը չեն լսել, մինչև այսօր, չգիտեն այդ ինչ է։ Եփեսացիների մեջ ասում է, սրա մասին մյուս կիրակ խոսանք, ասում է հանի վրիցդ։ Միտեղ ասում է դիրեն կողմ, միտեղ էլ ասում է հանի վրայցդ, այդ կյանքից դուրս արի։ Եվ այնտեղ ներկայացնում է տարբերակներ, որոնց հարցը պետք է շատ արագ լուծենք։ Կողոսացիների մեջ նորից ասում է էս էլ արա, պետք է։ Հիմա Աստծո ժողովուրդ, ուզում եմ այս վերջի բանն ասեմ ձեզ, ոնց ենք Հիսուսին ընդունում, եթե դուք Հիսուսին չընդունեք, եկեք ստեց սկսենք, Աստվածաշունչը կկարդաք, բայց չեք հասկանա, որտև Աստվածա ձեզ բացելու խոսքը, սա գրած է Հովհաննես 8:43-ի մեջ, եթե Հիսուսին չընդունեք, կարա կարդաք, բայց չեք հասկանա, դրա համար այսօր շատերն ասում են, Աստված չի կարա, որդի ունենա, չի կարա,
Չի բացվում իրանց համար։ Ոնց կարդում են, տենց էլ է, որտեվ սկի չգիտեն Աստված ինչ է։ Իրանց համար Աստված մի հատ մեծ ուժ է, մի հատ մեծ massive power է, որ չի կարա մարդու պես եղնի։ Բայց մոռացել են, որ գրած եկեք մեր նմանությամբ ու մեր պատկերով մարդ ստեղծենք։ Բա այդ ոնց կբացը։ Արգումենտը մեծ է, բայց ինչ էլ ասես, իրանք այդ բանի մեջ են մնացել։ Չեն դուրս գալի, որ կարողանաս մյուսն էլ օգնես։ Ոնց ենք ընդունում Հիսուսին։ Մեկը պետքա, որ ձեզ Աստծո խոսքը վկայի։ Աստծո խոսքը վկայվեց, պետքա Աստված ձեր մեջ իրան բացի, Սուրբ Հոգին տա, որպեսզի մենակ չզգաք, ձենը լսեք ու տեսնեք իրան։ Հիսուսը պետքա հանելուկ չլինի, imagination չլինի։ Պետքա Հիսուսը մարդու պես տեսնեք իրան։ Եթե դուք չեք տեսել, ոչ էլ լսել եք, մենակ ներկայություն եք զգացել, դա մեծ պրոբլեմ է։ Կգաս տեղ կնստես ռոբոտի պես ու կգնաս։ Ստեփանը, որ Նատաշային տեսել է, մենակ չի տեսել, զգացել է, լսել է։ Սո դու ունես այդ իրեքը, լսել ես իր ձենը, զգացել ես իր ներկայությունը, տեսել ես իրան։ Կարևոր է։ Եթե չես տեսել, you're in big trouble։ Քո քրիստոնեությունը firm չի։ Ու դու կլինես ամենավատ տերորը, դու կլես Համաս ասոտան մեջ։ You know what Hamas is? Violent։ Խոսքի վրա կռիվ կանես, վարդապետությանը հետ չես համաձայնվի, քարոզներ կա չես ընդունի, ինքդ քո մեջ կռիվներ կանես, խիստ խոսքը չես ընդունի, որովհետև դու կընդունես իմ կողմից, ոչ թե կընդունես Աստծո կողմից։ Չմոռանաք, ես Աստծո խոսք եմ խոսում ձեր հետ։ Ես իմ խոսքը չեմ խոսում, բայց եթե դու այս երեքը չունես, դու ինձ կլսես որպես տերորիստ, կասես Արմենը իմ դեմ է խոսում։ Մի անգամ մեկն եկավ ինձ սենց ասաց, ախպեր հերիք չի ինձ տանջես, ասեմ, բայց դու ով ես։ Ասում եմ, ինչ եկել եմ ես եկեղեցի մասն ես խոսում, բայց ասեմ, ես առաջի անգամ եմ քեզ բարևում։ Իրան թվում է, թե ես իր մասին գիտեմ ու իր մասին հակառակ խոսում։ No, ես Աստծո խոսք եմ խոսում։ Բայց եթե դու չիմանաս Քրիստոսին, չլսես, չիմանաս նրա ձայնը եւ նրա ներկայությունը չհասկանաս, դու իմ խոսքերս ինձ իմ կողմից կընդունես, կասես Արմենը հատուկ քարոզա պատրաստ է, որ այսօր ինձ բամբարդ անի։ Պարապեմ, ինչ եմ նստեմ քո մասին քարոզ պատրաստեմ։ Այդ դրա տեղը ես կնստեմ Բրուսլի կնայեմ։ Շատ պետք է սա գնամ, նստեմ պետք է այսօր Հենրին քարկոծեմ։ Հավատա ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ հավես ունեմ։ Եթե ես պետք նստեմ քարոզ քեզ քարկոծելու մար, I think դրա տեղը կարելի է գնալ Palm Spring and տակ փուլի մեջ նստել։ Մեջ կսն չի մարեմ քո մար, գնա դու ինքդ էլ քեզ քարկոծի։ Ես դες խասյա չունեմ։ Ես մարկաշ չեմ սիրում։ Իրանք ենա քարկոծված են, շատ պետք է սա։ Ինձ երբեք չեք լսի ձեր մասին քարկոծեմ։ Եթե ինձ անգամս էշել ասես, որ արել են, էլ ես չեմ ընկե հետևից։ Գիտես, պետք Հանգամ հետևից ինչ եմ, ներվես չունեմ, ներվես արդեն շուտված փչացել է։ Եվ փչացել են քրիստոնյաները։ Սա ոչ կարող եմ կռիվ անեմ, 2 րոպե ջղայնում ձենս ընկնում փորից մեջ, ել չեմ կարող սկի խոսամ, բայց ես պետք է կնոջս բաներ կա, պետք է պատասխանեմ։ Դու գնաս ու կինդ հարցը չկարանաս, խոսես դա լավ չի։ Ուր էիր։ Ինչի ուշ եկար։ Այսօր ասում եմ, երբ տուն եկար, ասում եմ 5 ժամով թե փաստորեն այդ ինչքան ես ուշ եկե։ Դու այն մարդ, ուզում է ասել 11-ին եմ տուն եկել, բայց 5 ժամով 10-ն է։ Այդ ինչքան է մի անգամից անցավ տերորիստական քայլի։ Այսինքն եկել եմ ժամը 4-ին։ 4-ին գասեմ ինչ եմ նստել կքնեմ, նա 2 ժամից գալիս եք էլի։ So here what I'm trying to tell you people. Ուզում եմ էսիդ հասկանաք, նրանք ով իրսնամ են, Հիսուսին մենակ ընդունել չի, 3 բան կա, որ պետք է դուք հասկանաք, մեկը պետք է ձեզ նորմալ ձևով վկայի, շատ կարևոր է, մյուսը դուք պետք է ձեզ սիրտը տակ Աստծուն, խոսքով դավանեք, որ դուք այո, recognize եք անում էդի ճիշտ է, եւ պետք է հիմա Հիսուս ձեր մեջ բացի իրան, ներկայությունը զգաք եւ իր ձենը լսեք։ Իմ ոչխարներս գլսեն ում։ Դե վերջացավ։ Մարիամը չէր կարող հասկանալ ով է իր այդ խոսում։ Եթե դուք էս չունեք, վտանգավոր է Աստծո ժողովուրդ։ Նա դուք չեք կարող իմանալ Աստված ձեզանից ինչ է ուզում։
Ով այնց հասկանում, ասի ամեն։ Լիքը բաներ կա տալու։ Մյուս կիրակի ուզում եմ հիմա անցնենք manifestation-ը, երբ որ մարդը ընդունում է։ Ինչա ոնց կարանք իմանանք, որ այս մարդը լսում է Աստծո ձենը, տեսել է Քրիստոսին եւ Աստծո ներկայությունը ունի։ Այս երեքը կարևոր պտուղներ ունեն։ Կոչվում է արդարության պտուղներ։ Կարևոր պտուղներ ունեն։ Եթե այս երեքը ակտիվ է քո կյանքիդ մեջ, այդ երեքն էլ ունես, դու ձև չկա արդարության պտուղներ չբերես։ Բայց այս երեքը պետքա դուք սովորեք, այս երեք բանի վրա պետք է աշխատեք։ Դրա համար ես անցյալ կիրակի ձեզ ասացի, որպեսզի սատանայից հեռու մնաք, երեք բան կա, որ պետք է անեք։ Աղոթք, եկեղեցի գալ, ռեգուլար պետք է եկեղեցի, արանո ինչի՞ չէ գալի։ Հիվանդ է, հիվանդ է սարի, եսի բժշկության տեղը։ Ես խոսալուց Աստծո խոսքը զորություն չունի, ձեզ բժշկի չեմ հասկանում։ Տունը մնացել է այդ ձեր դեղերն, ձեզ փրկելու։ Լսնում եք փորներդ ու ձեր լյարդը փչացնում եք։ Լավ չէ շաբաթ օր աղոթկաներ, որ կիրակի գայիր։ Սաղ շաբաթ մաքսիմալ կթում են օրները, կիրակել սենց գալիս են եկեղեցի։ Էս ինչ ա եղել։ Հա, քնած եմ։ Բա ուր ես եկել։ Մի անգամից կրակի քեզ պրծի։ Էս ինչա վիճակ է, հազիվ ես գալիս։ Կոշիկներդ արդեն ասֆալտը կերել է։ Քստքստացնելով եկել։ Ով է ուզում հոգնած մարդու երես տնա, եկեք ճիշտը։ Այսօր կիրակնորի օր է, ուզում ժպիտ տեսնեմ, ուզում ուրախ տեսնեմ ձեզ։ Վերջ շաբաթը մի անգամ ենք հենց թթված դեմքով եկել ես։ Չեմ ուզում, դե մի արի։ Տրամացուցեմ ի փչացնի։ Լավ չեմ, դզվի նոր արի, մի բաց սրսկի վրետ, ուրախ արի, օպերացիա արա, աղբեր կիրակի օրը, ասում է եկեք տիրոջ տունը ուրախության, ոչ թե թթված դեմքով, եկեք տիրոջ տունը փառաբանության, ոչ թե դեմքիդ նայ չի լում, what's wrong with you? See, you don't know God's word. Ես որ գալիս եմ սաղի տերեսի շպտում եմ, ինչ շաբաթ եմ ունեցել կարևոր չի, my problem is not your problem. Իմ պրոբլեմը Հիսուսի պրոբլեմն է, նույնն էլ քոնը, ինչ ես եկել նայում ես երեսից, որ քո գործերը լավ չի, բա որ իմն ասեմ, խեղդվես։ Եթե իմ պրոբլեմները ձեզ տամ, դուք մի անգամից կսկեք կմեռնեք, it's heavy and it's bad. So, այս երեքը շատ կարևոր են մեր կյանքի մեջ, նրա ձենը պետք է լսվի, նա պետք է իրականություն եղնի և դուք պետք է նրա ներկայությունը ունենաք Աստծո ժողովուրդ։ Այսքան է այսօր։ How great. Okay, քանիսներդ ստեղ ցավ ունեք Աստծո ժողովուրդ։ Քանիսներդ ցավ ունեք։ All right. Where is my prayer team? Can my the healing team come please? Who has a sickness? Ով ցավ ունի։ Մեկ ամաչի, եթե ուզում եք ձեր ցավը հետները տանեք, you welcome։ Նես չի որ խնդրում եմ որ գաք։ Ով որ ցավ ունի, եկեք այստեղ կայնեք։ Մենք պետք է ամեն կիրակի անենք։ My healing team come to this way. Why are you guys late? Yeah, I asked. He's late. What about that guy? Now he's that guy? Did you heard what she said? Now you're a guy. Stand right. Քանսները ցավ ունեք, եկեք առաջ կանգնեք Աստծո ժողովուրդ։ Ցավ ունեք, կանգնեք ստեղ։ Եկեք ով որ ցավ ունի, եկեք ստեղ։ Ուստի ցավ, մեջքա ցավ, գլխա ցավ, փողա ցավ, անո փողա ցավ մար չգաք։ Էդի սաղիս պրոբլեմն է։ Ովքեր ցավ ունեն։ All right. Հիմա եկեք հերթով, այսքանն եք, էլ մարդ չկա որ ցավ ունի։ Ռետա դու էլ ցավ ունես։ Օ։ Որտեվ սենց էր քայլում, ասես ինչ է լավ կաղա ոտին։ Որտեղ է տա ցավում։ Ոտն ու ստամոքսն է։ His which leg? Որ ոտը դա։ So that would be left leg and the stomach. Ձեր որտեղն է ցավում։ She has a breathing problem, okay? So you guys gonna pray for him. Ձեր որտեղն է ցավում։ Ուսն է ցավում, okay? Shoulder, ձերը։ Ծունգնա։ Մի անգամ այս մեր աղբերն եկավ ասեց ոտս ցվիր է եկե։ Դե մենք հայաստանցիներս նույնպես այս կորել է։ Նայում եմ համար տամը ինչ տեղն է։ Ասեմ բա ուր է ոտը, թե նա։
The way that we talk is different. She says, my legs is everywhere. I'm like, well, no, it's right there. So, knees. All right, guys. Let's start. Armen John, start. Okay, so we have 1, 2, 3, 4, 5. Končna. Votatali. Okay, hali votatali. To inkella vorna. All right, you guys are focusing on her. You two focus on her. Two focus on her. Two focus, and then you pray for him. All right, just break up with the people and start praying. Pray whatever you want. All right, let's now everybody stand up. Please stand up. Let's pray. How great is our God. Now watch what I'm doing. Right now I don't feel him. I don't feel the Holy Spirit yet. Okay, I gotta catch him. I don't know where he is. So I gotta find Holy Spirit. Don't do that because you're gonna sit down if you do it again, okay? I don't like when people do faces. So as soon as Armen plays, is our God. How great. Come on, people. How great is our God. Sing with me. How great is our God. Come on, people, keep praying. Yes, keep praying. How great. No, you pray, not her. Is our God. Remember, you guys have to do the way I teach you. You guys have to do the way I teach you. How great. Jesus, we love you, Holy Spirit. Is our God. Sing with me. How great is our God. I give you praise, I give you praise, I give you praise, I give you praise. How great is our God. Jesus, we love you, I give you praise. Let's do it one more time. How great is our God. Sing with me, how great. Sabat ishkana. Ishkana, es tu it. How great. How great. Now do the thing I teach you. Do the procedure I teach you. Come on. In the name of Jesus Christ, we take authority over this body. Don't move. Ashket bati. He's our God. Sing with me, how great. Jesus. Korarababa shende. Lord, we command this shoulder to keep praying. Keep praying. Keep praying. How great. Keep doing. Keep praying. Is our God. I give you praise. I give you honor. How great is our God. Is our God. Oh, we'll see how great is our God. All right, we got one person being healed right now. He said he's doing good when he came down and went up. In Jesus' name, let's go to that one. What's going on there?
How's your leg? All right, there's one more person being healed. Let's praise the Lord. Come on, people, let's praise the Lord. This is... So, ինքն ասում է, որ ձեն կար ծունկների մեջ, այդ ձենը գնացել է, բայց ցավը. All right, keep praying. Almost. 10-ից մինչև 3 հայ չէ. Աղոտ կարեք, այս այդ էլ կանցնի Աստծո ժողովուրդ. Այս մարդը կգնա. No, keep praying. Go Google, go pray. Go pray. Make sure. He's good. Now let's pray for him. You said this is good. 2 people been healed. We're going to heal the rest of the people. And we're going to do this every Sunday. I sing praises to your name. Let's do it again. I sing praises to your name. Oh Lord, praises to your name. Oh Lord, for your name is great and greatly to be praised. I sing praises to your name. Oh Lord, praises to your name. Oh Lord, for your name is great and great. All right, make sure the camera is on them. I want people to see it. Oh, I give you praise. All right, բոլոր երիտասարդները, եկեք առաջ ուզում եմ ձեր համար աղոտ կանեմ. Come on, young people. All right, guys, there's one more person says he's healed in Jesus' name. Let's tell the Lord thank you. All right, let's do it now. So how's everything here? All right, he's completely healed in Jesus' name. All right, healing people, stand here. Healing guys. All right, I want young people. All right, young people, come on, young people. Երիտասարդներ եկեք. Օրերը բաբա շեննե. Oh, I give you praise, oh Lord, for your name. Come on, young people only, young people, not old people. Go. I give you praise, I give you praise. Just piano. Մենակ piano-ն ա. All right, so young people, that's the youngest one. Come, we're going to pray for you guys. Stay here, my sister, come. Stay here. So we can have so they can come pray for. All right, what do you want to do, doctor? You want to stay here or you want to stay there? My sister, you come here. All right, don't go to my camera. Come closer. Come closer. Young people, come on, young people, stand here. Young people, come on, guys. All right. Կարող եք նստել, հա. Ում համար աղոտ կարեք թող նստեն. Young people, don't pray for the Father. Only young people. Now, listen, երիտասարդներ, ամեն կիրակի ձեր համար աղոտ կեմ անելու. Իրանք պետք է աղոտ կանեն. Պատճառը, որ ուզում եմ ձեր համար աղոտ կանեմ, որպեսզի ձեր սիրտը շարժվի Աստծո նկատմամբ. Սառը գալիս եք, սառը գնում եք. You understand? Սառը գալիս եք, սառը մենք ձեզ չենք օրհնելու. Մենք պետք է աղոտ կանենք, որ ձեր միտքը բացվի. Սառը գնում եք, սառը գալիս եք. Պետք է տես չլինի. Պետք է Աստծո համար տակ եղնեք. Ձեր future-ն է. Աստված ձեզ կօգնի, ձեր ամուսնության մեջ կօգնի, ձեր երեխեքի մեջ կօգնի. Եվ ոնց որ դուք եք եղել ձեր մամաների նկատմամբ, ձեր երեխեքները ձեր նման են եղել. I don't think you guys want that. Right? So, Armen Navagi, I don't hear the keyboard. All right, so how many are we? Can we pick? Do we have enough prayer? Okay. So, let's start praying for them, all right? Start praying. You guys start. Just go and pray for them. Come on, Jordan. Start praying. Keep playing. Jesus, we give you praise and honor.
I sing praises to your name. Oh Lord, praises to your name. Jesus, we love you. Jesus, we love you. I give you praise. We activate your blessings. We activate your anointing over this children's life. Holy Spirit, we give you praise. We give you glory. I sing praises to your name. Oh Lord, praises to your name. Jesus, we give you praise. For your name is great and greatly to be praised. I sing praises to your name. Oh Lord, praises to your name. Oh Lord, for your name is great and greatly to be praised. One more time, people, one more time. I sing praises to your name. Oh Lord, praises to your name. Close your eyes. Jesus, 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 heal him, Lord. Touch his heart. I give you praise. Give you praise. I give you praise. I give you praise and honor, Lord Jesus. Thank you, Lord. Thank you, Jesus. Oh, Lord. All right, guys. Thank you for praying for our young people. Նա բոլոր երիտասարդները, որ նայում են ինձ, ես կուզեմ, որ ամեն կիրակի գաք ու ձեր համար աղոթքները արվելու։ Ինչքան շատ աղոթք անենք ձեր համար, այդքան ավելի activate կեղնեք։ Լսում եք? Activate կեղնեք։ So, չուշացնեք, միշտ եկեք, միշտ կաղոթենք ձեր համար ու եթե Տեր ինձ առաջնորդի ձեր վրա կմարգարյանամ, բայց այսօր ուզում եմ ուղղակի գայիք, որպեսզի իրանք ձեր համար աղոթք անեն, ամեն։ All right, գնացեք նստեք, Տերը օրհնի ձեզ։ Praise Jesus. All right, Աստված ձեզ բոլորիդ օրհնի։ Կհանդիպենք մյուս շաբաթ, լավ կլինի, որ Zoom-երին մասնակցեք, աղոթքների գաք եւ դրանք որ կարողանաք անեք շատ ավելի ակտիվ կլինի։ Հիմա չմոռանաք օրհնեք Աստծուն next time